Գյումրու Ավագանի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ գումարեց։ Օրակարգում մեկ հարց էր՝ լիազորել փաստաբանին համայնքի շահերը դատարանում ներկայացնելու։ Խոսքը դեռևս անցյալ տարի դատարան ուղարկված 24 հայցի մասին է, որոնք վերաբերում են Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարման տարիներին Ավագանու կայացրած որոշումներին։ Ձեզ շատ հայտնի Օազիսի գործն է, երբ թվով 5 հողամասեր Վարդան Ղուկասյանի որոշումների հիման վրա օտարվել են Ամբերտ ՍՊ-ին, իսկ այդ ՍՊ-ն պատկանում է Էլի Ղուկասյանների ընտանիքին և մի խոսքով, այսպես 24 գործ էր, հարգելի գործընկերներ։ Քարոզարշավի ժամանակ բոլորը խոսում էին, որ գործում են քաղաքի և գյումրեցու շահերից ելնելով։ Հիմա ժամանակն է ապացուցել, ասաց Քնարիկ Հարությունյանը։ Համայնքային գույքը օտարվել է խախտումներով, չարաշահումներով և հիմա մենք հնարավորություն ենք տալիս, սուտ է, ճիշտ է, դատարանը կորոշի, մենք այստեղ դատավոր չենք, ես քաղաքական գնահատական եմ տալիս, մենք դատավոր չենք, որպեսզի որոշենք սուտ է, թե ճիշտ է, դրա համար մենք մեր կողմից նախաձեռնողականությամբ ենք հանդես գալիս, որպեսզի դատարանը ի վերջո ապացուցի սուտ է, թե ճիշտ է։ Իսկ եթե դուք հրաժարվում եք դա անել, նշանակում է, որ վախեն։ Շատ լավ, պարոն Ղուկասյան, մեր գործընկերներ իրենց քվեարկությամբ կհաստատեն հրաժարվում են, թե ոչ։ Ղուկասյանն ի սկզբանե ասաց, խմբակցությունը կողմ է քվեարկելու, ինքը Փեսան և եղբոր թոռը չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ կան գործեր, որ առնչվում են իր շահերին, բայց մինչև քվեարկությունը հանդես եկավ առաջարկով։ Քաղաքապետարանում լուրջ ավելի գործեր կան, որոնք հսկայական գումարներ կբերեն քաղաքապետարանին և իրոք խախտումներով նախկինների կողմից արվել է այս 24 անունը, որ այդպես հնչեղություն է տրվում, Վարդան Ղուկասյան ազգանունը, հետո Բալասանյան Սամվելներին կողքս եկավ, ոնց որ հավանական է սարիկն է կկա, հետո մյուսներ դիկա, որովհետև որ քաղաքապետարանը պատասխան տա դեկուզ մի ամիս։ Երկաթգծի հիվանդանոցի Թումոյի շենքերը, ջրմուղի 44%-ը, որ տրվել է Վիոլաջուր ընկերությանը, մանկավարժականի նախկին շենքը, Շիրակ մարզադաշտը։ Ծավալուն ցանկ թվարկեց Ղուկասյանը, որոնք ըստ նրա օտարվել կամ վարձակալության են տրվել խախտումներով։ Քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց, եթե իրավապահներին դիմելու նախաձեռնություն լինի, կմիանան, իսկ հիմա խմբակցությունը միաձայն կողմ կքվեարկի։ Մինչև քվեարկությունը Մայր Հայաստան խմբակցության անունից ելույթով հանդես եկավ Կարեն Սիմոնյանը, ասաց, որ սխալ օրակարգ են ընտրել։ Քաղաքական և ապօրինի հետապնդում է իրականացվում Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ։ Մայր Հայաստան խմբակցությունը դատապարտում է նման գործելավոճը և կոչ անում օր առաջ կանգ առնել։ Մեր զորակցությունն ենք հայտնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապայանին և ազատություն ենք ցանկանում աշխարհիկ ու հոգևոր դասին պատկանող բոլոր ապօրինի կալանավորվածներին։ Կարեն Սիմոնյանն ասաց, որ Մայր Հայաստանը բոյկոտելու է և չի մասնակցի նախագծի քվեարկությանը, կոչ անելով քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը և մասնավորապես Սարիկ Մինասյանին միջնորդել օր առաջ ազատ արձակվելու Միքայել Աջապահյանին։ Ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, Սուրբ Մյուրոնով կնկված եմ, զգուշ եմ իմ երկրի պետության իմ գիտելիքներով միշտ ծառայել եմ, մեր Շիրակի թեմի առաջնորդի հետ կապված իրավական գործընթաց կա, բոլորս կհասկանանք, եթե այդտեղ կա որևէ քաղաքական դրդապատճառ, միանշանակ ես կկանգնեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Վերջում նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց ձայների մեծամասնությամբ։ Գյումրու Ավագանին լիազորեց փաստաբանին դատարանում ներկայացնելու քաղաքի շահերը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։